իմաստունի ծառայել երկրին տեր կանգնել ամենին տանը նորուհին մայր ու հայր եղբայր իմ անուշ կույրիկ վերաղոտքն է դարձնում օրս երջանիկ հայ եմ ես ու վստահ եմ դες ծառայում հայ բանակում շարքային հարությունյան բանակում հայկական կարևորը զինվորն է հայո Ով որ ծառայում է իրանց բարի վերադարձ, ով էլ գնում է իրանց էլ բարի ծառայություն Ծնողներն էլ համբերություն էլ է Տրամադրությունը Լավ, ընտիր Երվանդ Խաչիկյանը մեկն է այն տասնյակ տղաներից, ովքեր գնում են իրենց ավագ ընկերների հետ միասին կատարելու պարտքը հայրենիքի առաջ։ Նորակոչիկների միակ ցանկությունը խաղաղությունն է, հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը։ Վանաձորի տարածքային զինվորական կոմիսարիատի բակը մարդաշատ էր հայրենիքի սահմանները պահելու հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելուն մեկնեցին Լոռու մարզիկ ու Գարքի տարածաշրջանի զինակոչիկները։ Երվանդին ու իր ընկերներին լոռեցիները բարձր տրամադրությամբ են ճանապարհում զուռնադհոլով, երգ ու պարով։ Մաղթանքներ ու խորհուրդներ, ինչպես հարազատների, այնպես էլ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների կողմից, մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից էլ նորակոչիկներին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ ու նաև գլխավոր մաղթանքը անփորձանք ծառայություն։ Ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, բարի վերադարձ։ Ձեր ծնողներին ցանկանում եմ համբերություն եւ ցանկանում եմ որպեսզի Աստծո աջը միշտ պահապան լինի մեր երկրին, մեր զինվորներին։ Ռուբեն Դավթյանը նոր է զորացրվել, այսօր արդեն կրծեր եղբոր հերթն է հայրենիքի առաջ իր պարտքը տալու, ավագ եղբոր խորհուրդը մեկն է ուշադիր ու զգոն, խելոք ու խելացի ծառայություն, գլխավոր մաղթանքն էլ խաղաղությունն է, ասում է հայ տղան պետք է ծառայի, քանի որ հայ զինվորը խաղաղության գլխավոր խորհրդանիշն է։ Խաղաղությունն ամենաառաջնային է, իմ եղբորն էլ բարի վերադարձ ու մնացած բոլոր տղաներին ճիշտ այլի եղբայրական սիրով սպասում ենք բոլորին, մեր ժողովուրդն են լրիվ, թող բարի վերադարձ լինի մեր երկրին խաղաղություն լինի։ Տղաները խոստովանում են հպարտ են, որ պատիվ ունեն պաշտպանը լինելու հայրենիքի ու այսօր էլ ինչպես իրենք են ասում, դուխով գլուխները բարձր մեկնում են հայոց բանակ։ Սաղ հետից գնացողներին պոստին կայնացնեն, է սաղին է դուխով, որ միշտ ես դուխով լինեն։ Դու բարով գնաս, բարով գաս, դուխով եղնես։ Բոլորին ցանկանում եմ ամփորձան գնան իրանց երկու տարին ծառայեն շուտ տուն գան Ճանապարհից առաջ տեր հոր առաջնորդությամբ հայոց սահմանին թշնամու խաղաղություն թելադրող հայրենիքին իր պարտքը տալու մեկնող տղաների համար տերունական աղոթքն է հնչում ու կրկին խաղաղություն ու անփորձանք ծառայության խնդրանքով առ Աստված։ Զիքոյարկայություն, եւ զորություն, եւ փառ Դավիթյանս ամեն։ Հայ ծառայություն, խելոք լինեն, լսեն երևի որ լավ լինի, մեկի խաղաղությունը լինի։ Բարի ճանապարհ, խաղաղություն, բարի ծառայություն։ Ես մաղթում եմ թող երկինքը խաղաղ լինի, մեր երեխեքն էլ առողջ լինեն թող ու ցանկանում եմ թող յուրաքանչյուր օջախում տղա ծնվի ու այդ տղան էլ կարողանա գնա իր հայրենիքը իր հողը պաշտպանել։ Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեքենարան, քանակը, Նժդեհյան մտքին համաձայն կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին։ Նրան են պատկանում վաղվա հաղթանակները։ Մշտապես խաղաղության եւ հաղթանակի գինի իմացող հայի սերնդի կողքին ծառայության է մեկնում էլի մի սերունդ բարի ծառայություն։ Սիրելի սպասիչ կգամ ու քո զինվորը կդառնամ Մենամար մի հապուր մի տխրի Սիրելի սպասիչ կգամ ու քո զինվորը կդառնամ Սիրելի սպասիչ կգամ քո զինվորը կդառնամ Անահիտ Կարապետյան, Նարեն Ավագյան, Մոլորակ